Սիրելի ընկերներ, ողջույն։ Այսօր առաջարկում եմ պատրաստել շատ համեղ ու թեթև աղցան։ Վստահ եմ, այս աղցանը պատրաստել եք շատերդ և սիրում եք բոլորդ։ Այսօր պարզապես կհիշեցնեմ նրա բաղադրատոմսը և պատրաստման իմ տարբերակը։ Եվ այսպես, ընկույզը մանրացնում ենք ցանկացած հարմար տարբերակով։ Ես կտրատում եմ։ Առայժմ դնում ենք մի կողմ։ Այնուհետև վերցնում ենք քամած մածուն, լցնում խորը տարայի մեջ, ապա ավելացնում ենք արքայախնձորի կոմպոտ, ավելացնում ենք քիչ-քիչ, ամեն անգամ լավ խառնելով, որպեսզի ստանանք ցանկալի թանձրություն։ Իմ պարագայում ահա այսպիսի մասսա է ստացվում։ Առայժմ դնում ենք մի կողմ։ Այնուհետև արքայախնձորի կտորները կտրատում ենք ցանկացած մեծությամբ, խորանարդաձև։ Այստեղ հստակ չափաբաժիններ նշել չեմ կարող, քանի որ ամեն ինչ օգտագործում եմ աչքաչափով և իհարկե այնքան ինչքան որ կա ձեռքի տակ և թե քանի անձի համար եմ պատրաստում աղցանը։ Արքայախնձորն ավելացնում ենք քամած մածունի վրա, այստեղ ավելացնում ենք նաև կտրատված ընկույզը և մի փոքր դարչին։ Այս ամենը լավ խառնում ենք և կարելի է ասել, որ աղցանը պատրաստ է։ Աղցանը կարող ենք մատուցել հենց այսպես, տեղափոխելով գեղեցիկ մատուցման ափսեի մեջ, կամ էլ կարող ենք մատուցումից առաջ ձևավորել ճաշակի և մատուցել։ Ձևավորման նպատակով ես այսօր օգտագործում եմ նուռ, մաքրում եմ այն և հատիկներով պատում աղցանը։ Սիրելիները, ստացվում է շատ համեղ աղցան, մեկ անգամ փորձողներն արդեն դա գիտեն, այնպես որ հիշեցնում եմ աղցանի պատրաստման եղանակն ու բաղադրատոմսը։ Շտապեք խոհանոց, պատրաստեք ու վայելեք։ Իսկ եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, կիսվեք ընկերների հետ, բաժանորդագրվեք ալիքին և իհարկե գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Բարի ախորժակ։